Բարի լույս, Շանթի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում առավոտը Շանթումը, այսօր դեկտեմբերի 11-ն է, 5 շաբթի և տարվա ավարտին մնաց 20 օր, որ հասցնենք ամեն ինչ անենք այս 20 օրում։ Ընդամենը 20 օր պետք է հասցնել ինչ անել, գրել նամակ ձմեր պապիկին, զարդարել տոնական ծառը տանը, ձեռք բերել լավ տրամադրություն, անվճար բաժանում ենք ամեն առավոտյան Շանթի եթերում լավ տրամադրությունը, էլ ինչ է պետք հասցնել, ցուցակ ունենալ, ում պետք է նվերներ գնես ըստ երևույթի։ Ոյ, իմ ամենասիրելի հատվածն է դա։ Նվերներ գնել, թե նվերներ ստանալ։ Նվերներ, դե ստանալ ավելի շատ եմ սիրում, քան գնել, բայց գներն էլ է հավես։ Որտեղից ես գնում, ունես ինչ-որ սիրված։ Շատ սիրում եմ տոնավաճառներ, բայց ավելի բարեգործական բնույթի տոնավաճառներ։ Բացվելու են շուտով Երևանում մեծ տոնավաճառները նաև։ Ինչ կարող ենք ասել, դե ինչ, ամսի 14-ին փաստորեն, օֆիցիալ ժամը 20:00-ին պարոն Ավինյանն ասել բոլորին ինքը անձամբ սպասում է Հանրապետության հրապարակում, որտեղ կվարվի մեր գլխավոր տոնածառը։ Այո, տոնածառի լույսերը։ Այո, ոչ թե տոնածառը կվարվի, այլ տոնածառի լույսերը կվարվեն եւ այն բոլոր կախարդական եւ մոգական լույսերը քաղաքում կվարվեն։ Իմ ավակ տղայիս ամենասիրած վայրը մանկուց եղել այն, երբ որ մտմես Բաղրամյան պողոտա, այն կամուրջը որ կա, վերև այդ լույսերը։ Այո, քաղաքապետարան սիրելի, խնդրում եմ մի անջատեք առավոտյան լույսերը, ես 7:30 որ գնում եմ ռադիո, ուզում եմ այդ Վահանիս ասած վլշպստվոյի տակով անցնեմ, վլշպստվո, տենց էր ասում փոքր ժամանակ։ Բայց միայն այդքանով չի սահմանափակվելու մեր քաղաքը, որովհետև Շահումյան պուրակում, Էրեբունի Երևան 2750 շատրվանների հատվածում դեկտեմբերի 14-ից հունվարի 14-ը կգործի ամանորյա տոնավաճառը, այստեղ ջերմ և տոնական մթնոլորտ են ապահովելու հայտնի և սիրված արտիստները տոնական բոլոր օրերին։ Ահա, այսինքն բացի տոնավաճառից նաև արտիստներին կարող ես տեսնել, լսել նրանց, վայելել նրանց ելույթները, սելֆի անես, եթե այդքան խիզախ ես նրանց հետ։ Համոզված եմ, որ էլի շատ ու շատ անակնկալներ տեղի կունենան այս տոնական, նախատոնական օրերին, իսկ ինչ անակնկալներ են սպասում մեզ այսօր առավոտյան։ Այսօր, մինչև մարդիկ կմտածեն, թե ինչպես անցկացնեն իրենց ամանորը, մենք մեր ծրագրի շրջանակներում կխոսենք Մանոյի օգնությամբ, Մանոյի և նրա հյուրի օգնությամբ, կխոսենք, թե ինչպես նիհարել հոգեբանական պատրաստվածություն ձեռք բերելուց հետո, որովհետև դա շատ կարևոր է, մինչև նիհարելը նախ սեփական գլխի և մտքի հետ հաշտ լինել։ Նիհարել նաև ստրես է, և պետք է հաղթահարել այդ ստրեսը։ Իհարկե, և հոգեբանն ու Մանոն մեզ խորհուրդներ կտան, բացի դա լիկան նաև ինչ-որ քաղցր և համեղ բան կպատրաստի։ Այո, Դոլչե լիկայի խորագրի ներքո։ Դե պետք է սկզբից քաղցր ուտենք, հետո գնանք հոգեբանի մոտ, հետո նիհարենք, նորմալ է դա։ Կյանքը այդպես է։ Բայց նաև չմոռանանք մեր ֆիզիկական առողջության այն հատվածը, որը կապ ունի տեսողության հետ։ Սա ասում է մարդ, որը շատ երկար տարիներ խնդիր է ունեցել տեսողության հետ։ Աչքներս լույս, այսօր խոսանք նաև տեսողության մասին։ Այո, և ես մեր հյուրի հետ էլ նաև այդ թեմային կանդրադառնամ ու ես կասեմ, կփաստեմ, որ շատ կարևոր է, իմ կյանքի լավագույն որոշումն է եղել տեսողության վիրահատությունը, աչքերի վիրահատությունը, այնպես որ եթե մտածում եք, վստահաբար ընտրեք լավ մասնագետ, հետևեք լավ խորհուրդների, փորձի մարդկանց և անպայման արեք դա։ Եվ այսօր կխոսենք նաև այն բանի մասին, որը որ կարծես թե կորցրել ենք, բայց փորձում ենք պահպանել։ Խոսքը գնում է Արցախից տեղահանված և ոչ ցավոք սրտի տեղահանված թանգարանների մասին, գիրք է հրատարակվել եւ այդ թեման էլ է շատ ակտուալ եւ շատ արդի, որովհետեւ կան բաներ, որոնց մասին չի կարելի մոռանալ։ Եվ դա կարևոր է։ Համաձայն եմ, այնպես որ այսօր շատ հագեցած, հետաքրքիր և օգտակար եթեր ենք ունենալու, մնացեք մեզ հետ, հիմա առաջարկում լսել երաժշտություն, բայց այնքան կուզեի, որ մենք տոնական երգեր լսեինք արդեն ամանորյա։ Տոնական երգեր։ We wish you a Merry Christmas, we wish you a Merry Christmas։ Ամսի 20-ից հետո հաստատ քո պատվերները բոլոր կատարվեն, հիմա ըստ երևույթի ոչ թե տոնական, նախատոնական երգ կլսես։ Այսօր ուզում եմ եւս մեկ բան ասեմ, հետո անցնենք երգի, ծնվել է հայտնի գրաֆիկ, նկարիչ, նախկին ուրեմն ռոք խմբի, Ռոդեո ռոք խմբի մենակատար Դմիտրի Մկրտչյանը։ Դմիտրի, շնորհավոր ծննդյանդ օրը,
տաղանդավոր մարդ։ Այսքանը երաժշտություն նվիրում ենք Դմիտրիին եւ բոլոր այն մարդկանց, որոնք որ ծնվել են այսօր կամ ոչ այսօր, որ օրը ուզում են ծնված լինեն։ Նոյեմբերի 12-ին օրինակ։ Կամ դեկտեմբերի 8-ին, էական չի սիրելիներս։ Մնացեք մեզ հետ եւ այլեք երաժշտությունը, լավ տրամադրությունը մենք ձեզ ապահովում ենք։ Խավարի մեջ համատարած կհալացես դու տեսիլքներ արևավար կխարխափես և խավարին չես հավատա արցունքներիդ մի գամացին խորին թմում գիտես նաև արշալույսի ջաջանչների Սքի քովիտակ հուսալից դու սիրահար կատարապես և վշտերին չես հավատա վրձիտ շղթա և թևերի ծանր կապանք դու կփորձես արծիվներին վայել ճախրանք և այս կյանքի մեծ բանտի մեջ բասմակամանք կխեղդվես, շղթաներին չես հավատա Փուշուտ ատասկ քեզ կարում են ճամփիդ վրա Բայց խոցոտված քո մատներով վարյուն լվա Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ Ցավից կորնաս և ցավերին չես հավատա Տարօրինակ մարդարարած Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած Կընկնես անշունչ և չես մոռանա Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա Տարօրինակ մարդարարած Մոմիլույսով խավարի մեջ համատարած Կհալացես դու տեսիլքներ արևավար Կխարխափես և խավարին չես հավատա Տարօրինակ մարդ արարած Վերջապես Գլենդելի Ալեքս թատրոնում մեծ անակնկալ ամերիկահայության համար Եվս մեկ համերգ դեկտեմբերի 20-ին ժամը 19-ին Տոմսերի համար այցելեք Ticket Miket կայք կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով Փաստորեն ամսի 19-ի տոմսերը բոլորը վաճառված են, հիմա վաճառում ենք ամսի 20-ի տոմսեր, այսինքն մենք չենք վաճառում, վաճառողներն են վաճառում, իսկ հիմա ես ունեմ սպորտային լուրեր։ Դուբայից, որտեղ որ շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնություն, ասեմ, որ ամբողջ պատմության մեջ ամբողջ անկախ Հայաստանը ունեցել է 12 մեդալակիր աշխարհի առաջնություններից բռնցքամարտի 1 ոսկի, 2 արծաթ եւ 9 բրոնզ։ Իսկ այս տարի մենք արդեն մինիմում 5 բրոնզ մեդալ ունենք։ Եվ ունենք հույս, որ այդ 5 բրոնզ մեդալները կդառնան նաեւ ոսկի։ Կիսաեզրափակիչում են Ռուդոլֆ Գարբոյանը, Արտուր Բազեյանը, Հովանես Բաչկովը, Ռաֆայել Հովանեսյանը եւ Դավիթ Չալոյանը։ Շնորհավորում ենք մեր տղաներին։ Պետք է ասել, որ այս տարի իսկապես աշխարհը կիսվել է, որովհետև աշխարհի բռնցքամարտը
խնդիրը նրանում է, որ ունի երկու աշխարհի առաջնություն, օրինակ այս առաջնությանը չեն մասնակցում Կուբայի մարզիկները, Ամերիկայի Միացյալ Նահանգների մարզիկները, Մեքսիկայից մարզիկները, Իտալիայից, Գերմանիայից, Անգլիայից, Ուկրաինայից, Ճապոնիայից եւ այլն։ Բայց այս տարի աննախադեպ բարձր ուրեմն արդեն գումարներ են վաստակելու, օրինակ այն տղաները, որոնք որ մերոնցից կամ ոչ միայն մերոնցից երեք պարտվել էին, արդեն $10,000 գումար են ստացել։ Այն տղաները, որոնք որ մտել են կիսահեզրափակիչ, այսինքն այն 5 տղաների անազգաները, որոնք արդացի, արդեն 75,000 են վաստակել։ Իսկ եթե նա դառնան աշխարհի չեմպիոն, կվաստակեն $300,000։ Այսպիսի գումարներ։ Զառա ինչու՞ չէ զբաղվում բնցքամարտով։ Հիմա կլներ մեծահարուստ Զառա, մեծահարուստ եւ գեղեցիկ։ Իսկ հիմա պարզապես գեղեցիկ Զառա ես եւ միջին հարստության։ Խոսենք եղանակի մասին, Զառա այս 3-4 օրը հատուկ քո պատվերով Վահան Տերյանական էր։ Այո, մի քիչ ուշացած աշուն եկավ։ Ուշ լինի, ուշ լինի։ Դե հա, համաձայն եմ, ոչինչ։ Այսօր ինչ սպասում ես։ Ես սպասում եմ, որ գոնե մի անգամ կլինի մինչև դեկտեմբերի 31-ը ձյուն։ Այո, ես էլ եմ սպասում։ Գոնե մի անգամ խնդրում եմ, սիրելի եղանակ, ամեն դեպքում դեկտեմբերի 11-ի համար օթերևութաբանները ամենուրեք կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Երևանում էլ սպասվում է եւս առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր վայրերում հնարավոր է մառախուղ, ցերեկը +6-ից +8 աստիճան տաքություն կլինի, ավելի մանրամասն դիտենք եղանակի տեսությունը եւ, չգիտեմ, ես դժգոհ եմ։ Դիմի, աստվածներին դիմի, բան Wildberries-ից գնից մի հատ հայերեն չգիտեմ ինչպես է, բուբեն, այն որ շամանները այսպես հարբացում են եւ խնդրի աստվածներից անձրև եւ ջուն։ Իմիջիալոց ասեմ, որ օրինակ այսօր առավոտյան Դավիթաշենում արև էր, հետո Հալաբյանը իջնում է, հասակի Եվյան կամուրջը այնտեղ մարախլապատեր ամբողջովին, հետո դեպի այս կողմ նորից մի քիչ արև էր։ Այսպիսի իրավիճակներ։ Լավ, տեսնենք թե ինչ եղանակային պայմաններ են հանրապետությունում։ Մնացեք մեզ հետ։ Ահա այսպիսի ինձ չգոհացնող եղանակ։ Դե լավ, մի նեղվի, կլինի նաև տոն քո փողոցին։ Փառքարար ծառայությունները տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհների հիմնական մասը անցանել են բոլոր տեսակի տրանսպորտի համար, բայց Արարատի մարզում Մեղրուսաշ կոչվող հատվածում մառախուղ է, ուշադիր եղեք, Երևանում եկան այդպիսի հատվածներ, որտեղ որ մառախուղ է, Ստեփանձմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար, չբողոքեք, ինչ կարող եմ ասել, եւ եւս մեկ անգամ հորդորում ենք բոլորին արդեն փոխել ձեր ամառային անվանդողերը ձմռայինին։ Իմիջիալոց 3-4 օրը ուրեմն ներքին գործերի նախարարությունը հայտարարել է օֆիցիալ, որ արդեն 4044, եթե չեմ սխալվում, մարդ ուրեմն տուգանվել է ամառային անվանդողը։ 26000
բաներին, նվարորդներին ստուգել են եւ յուրաքանչյուր 6-րդը չի ունեցել ձմեռային անվադողեր։ Այդքան ասում եմ։ Շատ վատ է, որովհետեւ պետք չի մտածել միայն ձեր մասին, ձմեռային անվադողերը դա նաեւ ձեր սիրելի եւ հարազատների անվտանգությունը եւ առհասարակ կյանք է։ Նաև սոցիալական պատասխանատվության դրսևորումը։ Շարունակելով լուրերի թեման, ասենք, որ այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը առցանց եղանակով, այցելելով Հարթակ.am կայք, դրա համար նախ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ եւ նույնականանալ Ես եմ ազգային նույնականացման համակարգում Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցե, որի միջոցով ապահովվելու է հետադարձ կապը, այցելելով Հարթակ համապատասխան կարգավորումների եւ քայլերի միջոցով հնարավոր կլինի ստանալ երեխայի ծննդյան վկայականը։ Ինչի ծիծաղում եւ ժպտում, երբ որ Զարան ասաց դրա համար նախ հարկավոր է, դրա համար նախ հարկավոր է երեխա ունենալ։ Հա, նույնականացման քարտից բացի նաև պետք է երեխա ունենալ։ Ձեզ պետք է երեխա ունենաք, հետո նոր մտնեք այդ հարթակը եւ իրականում այս դիջիտալությունը մեր կյանքը հեշտացնում է, որտեղ խնայում է մեր ժամանակը եւ ես օրինակ շատ կողմ եմ եւ ուրախ եմ, որ այդպիսի բաներ կան, էլ պետք չի ոչ միտեղ գնալ, մտածել, հերթեր կանգնել, չգիտեմ։ Հա, շատ տհաճ երևույթ եւ յուրահատուկ նյարդայնացնող մթնոլորտ է լինում սովորաբար այդպիսի վայրերում։ Այո, հիմա նյարդանում ես միայն դու եւ քո համակարգը, այդ պատճառով։ Լավ։ Բայց նյարդայնանալու դեպքում մշտապես ինձ օգնում է քաղցրը։ Ոչ միայն քեզ, հասարակությանը։ Բոլորին բացի Մանոյից, այո։ Քաղցրը, այնպես որ մեր առավոտն ու կյանքը քաղցրացնելու պահն է հենց հիմա։ Լիկա Մեսրոպյանին խոսքը տանք, Dolce Lika, առանց ժամանակ կորցնելու, դիտենք, հետո փորձենք պատրաստել եւ առայժմ էկրանից այն կողմ վայելենք այդ համեղությունը։ Dolce Lika, սկսեք ձեր գործողությունները։ Ողջույն, պատրաստում եմ ձեզ համար տաք ըմպելիք, ճիշտ եղանակն է։ Եվ եթե ձեզ մի քիչ վատ եք զգում կոկորտի, ցավեր ունեք եւ այլն, կարող եք օգտագործել այս դեղամիջոցը եւ համով դեսերտը։ Եթե դուք չունեք այս գործիքից, ապա կարող եք հարիճը միացնել մեկ թաթիկով գնացել։ Այ այսպես։ Չէ, պետք է բռնել։ Սուրճ, աղջուր, բռնած հարում եք, ստոպ, առանց ոգնոց եմ, մազերս թափած եմ, որովհետև ես իմ տանն եմ, ինչ կուզեմ տանեմ։ Բարի չհազալ։ Շատ համեղ է հաստատ, Զարը միջև դու տանը, Նելին օրինակ խոստովանում է, որ պատրաստում է տանը հետո այս ամենը դու։ Ես եղել եմ բաներ, սխրանքներ որ փորձարկել եմ, առանց այլուրի տորթն եմ փորձարկել, որը ինձ մոտ չստացվեց, եթե ինչ անգամ այլուրի գործածմամբ։ Փորձել եմ շերտերի, դա ստացվեց շատ համեղ էր։ Ուզում ես դա չստացվեց։ Չէ, դա ստացվեց։ Բլինչիկի լիստեր պատրաստելը դա իմ երկրորդ կոչումն է։ Մեսրոպ մաշտոցը պտտվեց։ Բլինչիկ չէ։ Նրբաբլիթների բլիթներ պատրաստելը։ Այդպես արտահայտեք, այո։ Դա քո երկրորդ անունն է պաստորեն։ Կոչումը։ Առաքելություն։ Դրա համար ես դու ծնվել։ Այո, սխալ տեղում եմ հայտնվել։ Չէ, եթե լույս շատ լավ է ստացվում իմ մոտ։ Նոր տարվա համար քանի հատ ես պատրաստում։ 150 հատ կարող եմ պատրաստել։ Բոլորս Զարա, խնդրում ձեր տան հասցեն բարձրաձայնի, որ բոլորս գանք քեզ շնորհավորելու եւ համտեսելու։ Դա շատ համեղ էր, կարող եք փորձել Բաղադրատոմսն Լիկայի կամ մեր YouTube-յան էջում կարող եք գտնել։ Լավ, փաստորեն Զարան ունի այդպիսի մշնորհքներ եւ դա իսկապես շատ լավ է եւ ինձ ուրախացնում է։ Նաեւ ինձ ուրախացնում է ապագան, որը որ գովազդային է։
Գովազդային թե երաժշտական։ Գովազդային ապագա եմ սպասում։ Գովազդային ապագա Շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից եւ գովազդի ընթացքում Զարայից իմացա, որ հայ տղամարդիկ չեն կարողանում տարբերել իրական կանանց, ոչ իրական կանանցից։ Այո, եւ հուսամ մի օր եթերում կանդրադառնանք այս թեմային, որովհետեւ դա իրենից վտանգ է գնում է հայ ներկայացնում։ գեղեցկուհու մասին, որը ստեղծել է Արհեստական բանականություն։ գեղեցիկ էր։ Շատ գեղեցիկ է, հրաշալի տեսք ուներ։ Այո, եւ արդեն ինձանից շատ հետևորդներ ունի Instagram-ում, ձեզանից։ Ես ընդհանրապես ինչքան հետևորդ չեմ նեղված։ Նեղված եմ նրանից, որ շատ վախենալու իրականություն է ստեղծվել, նաև մյուս կողմից էլ մարդկանց ինտելեկտի, բոլորի չէ բնականաբար։ Մարդկանց ինտելեկտի բորբոսման մասին է խոսքը։ Լավ, հիմա խոսենք սլացիկ մարմնի մասին, իսկ սլացիկ մարմնի մասին ում հետ պետք է խոսենք, իհարկե մեր սիրելի Մանուի հետ, որը որ սլացիկ մարմնի մասնագետ է, չէ՞։ Այո, եւ երեք ես հետևելով Մանուի խորհրդին իմ մեքենան թողեցի Խանջանում եւ քայլեցի մինչեւ Թումանյան, հետո հետ։ Օ, ինչքան հեռու ես քայլել։ 4 կիլոմետր, 2 կիլոմետր գնալ, 2 կիլոմետր հետ գալ։ Ապրես, Զարա, տեսնենք այսօրվա խորհուրդներից հետո ուր կհասնի Զարան ոտքով, միգուցե Աբարան։ Այսօր խոսելու ենք ոչ միայն Մանուի հետ, որտեղ Մանուն այսօր մենակ չի, Մանուն եկել է մի հիանալի անձնավորության հետ, որը որ մասնագետ է, բայց ոչ, այսինքն, տեսեք, մենք խոսում ենք մարմնի եւ հոգու առողջության մասին, չէ՞։ Մանուն այսօր եկել է հոգեբանի հետ։ Հոգեբանն է, որի հետ մենք խոսենք ինչի մասին։ Դու ասել ես, չէ՞, եթերի սկզբում ասացի, որ նիհարելուց առաջ շատ կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը, որովհետև քանի մենք մեր հոգեկան աշխարհի եւ գլխի հետ հաշտ չենք, պետք չի մարմնի հետ ոչ մի բան անել, այդ հարցում մեզ այսօր կօգնի մեզ եւ Մանոին կօգնի Մարիանե Աբրահամյանը։ Շատ հետաքրքիր եւ գեղեցիկ անուն է Մարիանե։ Այո, իսկապես։ Բարև ձեզ Մանո եւ բարև ձեզ Մարիա M&M's։ Մանո եւ Մարիանե։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ողջույն։ Բարև ձեզ, ինչ է բռնա, չէ՞ Մարիանե եւ Մանո այսօր։ Այո, սկսեցի գոկեբանական խնդիրներ այս դից առաջանալ։ Մարիան ջան, շատ շնորհակալ եմ ես որ միացել եք մեզ։ Ես եմ շնորհակալ։ Որովհետեւ այս խնդիրը շատ մեծ խնդիր է, որ միշտ ես ուզեցել եմ խոսամ, ժողովրդին բացատրել դա, որ ամենաշատ կարևոր բանը դա հոգեբանական, այդ սկզբունքը, որ դու ուզում ես սկսես ինչ-որ մի բանով, պետք է սկսես հոգեբանորեն պատրաստ լինես։ Որտեղ մարդիկ սենց է, չէ՞, ինչ որ չեն զարտում արավոտը որոշում պիտի գնան մարզասրահ, չէ՞։ Ասեն գանկնում են ինչ որ հայելու դիմաց, տեսնում են ինչ որ ավելորդ բան կա, չէ՞։ Սկսում են պատրաստվել, գնամ թե չգնամ, այսինքն պետքա պատրաստ լինենք հոգեբես, որովհետեւ չգնա ինչ որ ուրիշ խնդիրներ առաջ կանգնի, չէ՞։ Ինչ խորտ կդաս, ինչպես սկսեն, ինչպես պատրաստվեն այդ հոգեբեսը, որպես իրանք գնան ու չհաստատվեն ինչ որ բանից։ Այս նկատի ունեմ սկզբը մարզումներին կամ տեղորի չորից սկսեն իրանք սնունդը ղեկավարելուն։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, բազմաշերտ էր իրականում փորձենք հերթով կետերով սկսել։ Իրականում այո, մի անգամից ու մի օրում սկսվող process չի, ու շատ կարևոր է այստեղ մտքում պահել, որ չպիտի ծայրահեղությունների մեջ ընկնենք ամեն իմաստով։ Դա վերաբերել է թե ֆիզիկական process-ներին եւ թե սննդային process-ները կարգավորելուն շատ կարևորում եմ նշել ու շեշտել, որ շեշտադրումները չանենք նիհարելու վրա, քաշ նվազեցնելու կամ քաշ ավելացնելու, որովհետև մարմինը շատ հաճախ ցավոք սրտի դիտարկվում է վիզուալ կոնտեքստում միայն։ Այն դեպքում, երբ ֆունկցիոնալ տեսանկյունից շատ կարևոր դեր ու նշանակալիություն ունի մեր մարմինը, եւ երբ մենք նայում ենք այն կողմից, թե ինչքան կարևոր գործառույթներ է կատարում մարմինը, վիզուալը իհարկե կարևոր է, չենք չեղարկում դա, բայց վստահաբար միակ կոմպոնենտը չի։ Դրա համար ես շատ կառաջարկեի փորձ անել, նայել այն տեսանկյունից, որ մարմինը ֆենոմենալ գործիք կարող է լինել, կառուցելու մեր ինքնազգացողությունը, ինքնընկալումը եւ դրա համար փորձել ուղղակի չմտնել ծայրահեղությունների մեջ եւ մարզումները դասավորել այնպես, որ դա չլինի ծայրահեղացված շաբաթական 5 օր 3 ժամով, որը շատ հյուծող կարող է լինել, եւ սնունդը չլինի շատ սահմանափակող, որովհետեւ դա իր հետևից բերում է մի շարք այլ շղթայական դժվարություններ ու խնդիրներ։ Այսինքն գարամ հասկանամ ձեր ասածից, ինչպես որ մենք ենք ասում, միշտ կրկնում ենք մարդկանց, որ մի մտածեք մենք գնալու ենք մարզասրահ կամ սկսել ենք առողջ սնվել, դա ինչ որ մեր քաշը նվազեցնելու կամ ավելացնելու համար է։ Դա բեք չի։
Դա որտեղ կարա բերի հոգեբանական խնդիրներին։ Սա կարող ենք մտքում ունենալ իհարկե։ Ես գտնում եմ, որ տեղին չի նաև ամբողջապես սահանել, որովհետև շատ բնական ցանկություն կարող է ունենալ մարդը քաշը եւ նվազեցնելու եւ ավելացնելու, տարբեր կարող են լինել իր հայցերը, բայց միայն սրա վրա շեշտադրումն անելը շատ շփոթեցնող կարող է Այ լինել։ հաջորդ հարցը սրա մասին կարա լինել, ինչի համար, որտեղ երբ որ մարդը կոնկրետ ինքը մտածող որ չէ, ես գնում եմ բարդատիպի մենակ քաշը չաստեբան, ինչ են սկսում անել, ծայրեղությունների են գնում, այսինքն սկսում են սնվել 1000 կալորիա կամ ավելի ցածր, այնպես դեպքերի շատ են հանդիպում, այդ մարդը արդեն ունենում է հոգեբանական խնդիրներ, չէ, ինչ որ բաներ չի սնվում, այդ դրա մասին Վստահաբար, որովհետև ստացվում է այնպես, որ այն բոլոր միկրոէլեմենտները, որ շատ կարևոր են օրգանիզմին իր գործունեությունը ծավալելու համար, չեն ստանում ուղղակի մարդիկ այդ ընթացքում։ Եվ այս իր հետևից բերում է ոչ միայն ֆիզիկական հյուծվածություն, այլ նաև կոգնիտիվ մտածական process-ներն են շատ փոխվում այդ ամենի ֆոնին։ Այստեղ շատ սկսվում է աղճատվել իրականում ընկալումը սննդի քանակի եւ շատ հաճախ մարդը ուղղակի կարող է եւ իր մարմինը եւ սննդային ափսեյում եղած կոնկրետ ջարդն ու ածխաջրերը որ զրգում են արդեն։ Միանշանակ, դե շատ տարբեր ընտրողականություններ իհարկե կարող են լինել, բայց միտքս այնտեղ է եւ ասել կուզեմ, որ շատ աղճատող կարող է լինել եւ մտածողությունը շատ փոխող, որը իհարկե վտանգավոր է ու կարող է կրկին բերել այդ ծայրահեղացման, որտեղ մարդը հրաժարվում է շատ կարևոր բազային միկրոէլեմենտներից։ Այսինքն ուզում ենք ասենք, որ մենք ծայրահեղությունների բեկ չի գնալ, ծայրահեղությունը դա բերելու է մեզ մեծ խնդիրներ, վրա դեմը առնել, արդեն մենք դժվար է անելու։ Ինչպես որ ասում է բժշկուհին, չէ՞։ Բժշկուհի չեմ, բայց այո։ Ինձ համար բժշկուհի ես։ Մի կարևոր նյուանս այստեղ որ շատ կուզեմ շեշտադրել, այն է, որ այդ ծայրահեղությունները իրենց հետևից սննդային խիստ սահմանափակումները կարող են եւ սովորաբար բերում են պորտկման։ Եվ սա շատ կարևոր է մտքում ունենալ, որովհետեւ եթե մենք ուզում ենք աստիճանական, առանց սուր ստրեսային վիճակի մեջ դնելու մեր օրգանիզմը եւ մեր հոգեկան process-ները անցնել այս ճանապարհը, իսկ սա շատ աստիճանական ճանապարհ պիտի լինի, որպեսզի այդ լարումները հնարավորինս նվազեցվեն, շատ կարևոր է մտքում ունենալ, որ եթե շատ խիստ են սահմանափակումները, դա վստահաբար բերելու է պորտկման, որովհետև մեր համակարգը, որն է եւ ուղեղը, եւ հոգեկանը, փսիխիկան, չեն սիրում բաց պատուհաններ եւ շատ սիրում են դրանք լրացնել անպայման, կապ չունի թե ինչ կերպ եւ ինչով։ Այսինքն ինչպես որ ասում ենք, դանդաղ քայլենք, որ շատ քայլենք, երկար քայլենք, չէ՞։ Դանդաղ քայլենք, որ երկար է։ Մեզ բեկ չի, չէ՞։ Մի ամսում ես եկել եմ, այդ 50 կիլոս պիտի հարեմ վերջացնեմ դրան։ Դա բերելու է մեզ խնդիրներին, ժողովուրդ ջան, պետք է լսենք այս խորհուրդը ու չհետևենք այդ ծայրահեղ բաներին կամ չգիտեմ հարևանը ինչ արեմ, ուսի չգիտեմ ինչ արեմ։ Այն մեկինը առանձին բան է, այն մար թող հետևի իրան, հետևեք ճիշտին։ Լավ, իսկ վերջի հարցը, Նայա ջան, ուրեմն ինչ մարդկանց դերը, գողքի շրջաբադի դերը, ընտանիքի դերը, այդ մարդու հանդեպ ինչ պետք է լինի, եթե ինչ-որ մի բանի մտածել, որ ինքը թեքվի, թեպի շեղվի կամ առողջ ապրելակերպի կողմը կամ մարզումների կողմը։ Այս շատ կարևոր կոմպոնենտ է, որովհետև շատ հաճախ մարդիկ հենց այդ ծայրահեղությունների մեջ ընկնում են արտաքին աշխարհից եկած տարբեր մեկնաբանությունների, շատ անտեղի ինչ-որ շեշտադրումների պատճառով, որտեղ հարկ են համարում մարդիկ եւ թույլ են տալիս իրենց անցնել այդ սահմանները, անել մեկնաբանություն, քաշ ես հավաքել, քաշ ես նվազեցրել, որը իհարկե շատ լարում է եւ մարդկանց կենտրոնացումը շատ ուղղում է հարցի վրա։ Փոխարենը ես շատ կառաջարկեի նախ առաջին հերթին մտքում ունենալ, որ այս տեսակ մեկնաբանությունները միշտ անտեղի են։ Վստահաբար մարդիկ ունեն հայելիներ, ճանաչում են իրենց մարմինը եւ քանի դեռ մարդը ինքը չի դիմել այս հարցով, փորձել չմտնել այդ դաշտ եւ չանել այդ մեկնաբանությունները։ Արդեն իսկ շատ օգնող կլինի վստահաբար։ Մյուս կոմպոնենտը հարցնել մարդուն ինչը կարող է իրեն օգնող լինել, որովհետև գուցե իրեն օգնող լինի ընտանիքի անդամների հետ կազմակերպել սննդընդունումները եւ ընտանիքով սնվել, գուցե իրեն հակառակը օգնող կլինի մի փոքր ավելի անջատ ընթացք ունենալ եւ ավելի ընտրողական լինել։ Շատ եմ կարեւորում, որ շեշտենք, որ այս ողջ ճանապարհին անկախ նրանից որն է հիմնական նպատակը դրվում, շատ կարեւոր է կարողանալ նկատել ներքին կարիքներն ու ցանկությունները եւ փորձել բավարարել դրանք, ինչն է նկատել քաղցհագեցվածությունը։
որովհետև հարցը սնունդը կոնկրետ չի, որովհետև չունենք լավ ու վատ սնունդ, առողջ ու անառողջ սնունդ իրականում ունենք ավելի կամ պակաս սննդարար սնունդ։ Ու այստեղ քանակն է կարևոր, դրա համար վերադառնալով հիմնական հարցին, մարդը ինքը կարող է հուշել, թե ինչը իրեն կարող է լինել օգնող, գտնում եմ, որ ամենաառաջինը պիտի փորձենք զերծ մնալ տարբեր մեկնաբանություններից ու դա արդեն կլինի բավարար լավ սկիզբ։ Այմի մի հատ իմ մոտ շատ լավ ուժեղ հարց առաջացավ, բայց միջև այդ ուզում եք եզրափակեք էդի, այսինքն ասենք, եթե քո ընկերը, քո քույրը, քո եղբայրը դեսվեց շուտ չափից ավել չաղագամ մի հարա, դες ասենք, մի գնա աչքը հանի խնդրում եմ, այլ փորձի դեսես ինչ ձեով գարաս օգնես մտես իրա դրության մեջ ու մոտիվացիան դաս իրան առաջ մղերուն, օքեյ։ Եկ վերջինը, այսինքն ասենց ասեմ, էմոցիոնալ ուդելը, այդի շատ ենք հանդիպում դրան, շատ են մեզ հարցնում, ոնց անենք որ էմոցիոնալը չուդենք, շատ չուդենք, քաղցր չուդենք, չգիտեմ ինչ անենք, ոնց անենք այդի մեզ գարաս բացատրես։ Ոնց քիչ առաջ նշեցի քաղցագեցվածության զգացման կարևորության մասին, երբ որ մենք սկսում ենք կոնտակտի մեջ լինել սեփական պրոցեսների, մարմնի զգայությունների, հույզերի հետ, մենք սկսում ենք տարբերակել։ Մենք ֆիզիկական քաղց ենք զգում եւ դրա համար ենք մեկնվում սնունդին, թե դա որևէ էմոցիա է, որը մենք չգիտենք ինչ կերպ ապրել, ինչ կերպ արտահայտել եւ շատ հասանելի միջոց է թվում սնունդը այդ պահին։ Երբ որ մենք առաջին հերթին նկատում ենք, թե որն է այդ մղող կոմպոնենտը, շատ ավելի հեշտ է դառնում տարբերակելը, հասկանալը եւ նաեւ ընտրողականություն ունենալը։ Դրա համար ես միշտ առաջարկում եմ, որ քանի դեռ ձեռքը մեկնվում է եւ այս ճանապարհն է անցնում, մի հատ ճշտող հարց ունենալ։ Ինչի մասին է սա։ Ես իսկապես ֆիզիկական քաղց եմ զգում, թե սա որևէ հույզ է, որովհետեւ եթե ես հոգնած եմ, եթե ես տխուր եմ, եթե ես շատ ոգևորված եմ, գուցե մեկ այլ տարբերակ կա այս էմոցիան ապրելու, բացի սննդի միջոցով դա ապրելը եւ սպառելը։ Ասենք խոսքի մի բաժակ ջուր խմի հետո մտածեն, քացածից թե չէ, օրինակ։ Կարող է լինել նաեւ դա, կարող է լինել ընկերոջ հետ զրույցը, կարող է լինել գրելը գուցե այդ հույզերի մասին, կիսելը եւ խոսելը դրա մասին։ Լավ, եկեք չարաշահելով մեր ժամանակը, մի հարց է դանք, հա, գներեք ժողովրդյան, ոչինչ։ Ուրեմն ամեն օրվա ուժային մարզումները, ամեն օրվա ակտիվությունը, ծանր հոգտածությունը դա էլ է, չէ, բերում, այսինքն մարդիկ որ հարցում են, ամեն օր ուզում եմ մարզվեմ, ամեն օր ուզում եմ էսի անեմ, այնա որ շուտ արդյունքի հասնեմ։ Այդ ամեն օրվա ստրեսը մարմինի, որ կորտիզոլի բարձրացումը բարը, դա ինչի է բերում ես հոգեբանական։ Այ մի հատ կարևոր բան նկատեցի, որ խոսքի մեջ ասեցիք, այն է, որ այս մարդկանց հիմնական մղումը այդ շտապողականության արագ արդյունքն է, բայց մտքում պետք է ունենալ, որ յուրաքանչյուր արագ արդյունք կարող է ունենալ իր հակառակ կողմը, որը շատ արագ վերադարձնի այն կետին, որտեղից մարդը սկսել է կամ հաճախ շատ ավելի հետ տանող ինչ-որ կետի հասցնի, թե սննդային պրոցեսներում, թե ֆիզիկական մարզումների տեսանկյունից, այստեղ ավելի լավ կարծում եմ դուք կհուշեք, բայց ես շատ կառաջարկեմ ուղղակի մտքում պարբերաբար հիշեցումներ փոքրիկ ունենալ, որ արդյունքի չափման միավորը դա արագությունը չի միայն վստահաբար, ավելին գրեթե արագությունը չի ոչ մի պարագայում։ Մենք շատ կարևոր է, որպեսզի նայենք որակապես ինչ պրոցես ենք ունենում եւ կարողանանք վայելել ընթացքը, որովհետեւ երբ մենք ունենք պարզապես նպատակ, սա հրաշալի է, մենք կարող ենք ամբողջ ֆոկուսը ուղղել նպատակին, բայց դա մեզնից կարող է վերցնել ընթացքը։ Իսկ երբ մենք ունենք ընթացք, շատ տրամաբանական է, որ այդ ընթացքը իր հետևից բերում է նաեւ արդյունք եւ նպատակը արդեն ռեալիզացվում է։ Շատ շնորհակալ ենք ձեզ, որ գտնվեցիք, այս կախորդներ մենք դվեցինք, մեզ ինչ ամնում անել, մեզ հետ կմնա ճիշտ խաղալ այս խաղը, օքեյ։ Դե շատ շնորհակալ ենք, որ վերդվեցիք մեզ եւ այսօրվա սիրուն մեր դաղավարը զարդարեցինք այս ամեն ինչով նոր դարբարով։ Գորջան, ինչ կասեք։ Զարա ջան, դուք ինչ կասեք։ Բայց շնորհակալություն Գորջան։ Ես գիտեմ որ դու կողքից ես։ Շնորհակալություն Մանո, շնորհակալություն Մարիաննե, իսկապես լավ խելացի խորհուրդների համար, ամեն ինչի հետ համաձայն չի, համոզված եմ Զարան, բայց չէ, մի խափի։ Այն որ ասեցին, որ եթե դուք գիրուկ եք կամ նիհար եք, մի բան դուր եք, ասացին, որ ոչ մի բան չասենք, չմեկնաբանենք այդ մարդկանց, որ բայց ասեցին օգնեք իրենց, բայց դու պետք է ասես, որ եթե ես գիրուկ եմ կամ նիհար եմ, դա իմ անձնական գործն է։ Դա իմ անձնական ես հասկացա հոգեբանի ինչ նկատի ուներ, որ չպետք է ավելորդ մեկնաբանություններ անել։ Լավ, շնորհակալություն Մանո, շնորհակալություն Մարիաննե, վերջը չմոռանանք, որ ինչպես ասել էր Մխիթար Հերացին,
մտածելուց առաջ 7 անգամ կտրի, թե կտրի մի անգամ մտածի նոր։ Իսկ Մխիթար Հերացին չունի այնպիսի խոսք, թե ինչու է Մանոն միշտ քեզ դիմում, այլ ոչ թե ինձ էլ հետդ դիմում, միշտ ասում է գոր։ Որտեվ ձեր աչքերը զար այնքան գեղեցիկ են, ոչ Մանոն գերադասում է նաև ոչ իմ այդքան գեղեցիկ աչքերի մեջ։ Այս պահին գովաց շանթի եթերում нельзя быть красивой такой։ Ոյ հո։ Այդքանը գովաց։ Վերադարձանք գովազդից, այո, եւ ժամանակն է եւս մեկ անգամ ուրախացնելու մեզ մեր ներքին աշխարհը լավ երաժշտությամբ։ Համաձայն եմ միանշանակ։ Եթե համաձայն է, Զառանուրին պետք է երաժշտություն տանք եթերում։ Շնորհակալ եմ։ Վերջապես Գլենդելի Ալեքս թատրոնում մեծ անակնկալ ամերիկահայության համար։ Արևմիջասարի գլխին քեզ չեմ տեսել մինչ հիմա սիրտս արվեց կարոտով ու քեզ հիշեց ակամա
Եվս մեկ համերգ դեկտեմբերի 20-ին ժամը 19-ին։ Տոմսերի համար այցելեք ticket.me.kայք կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Վերադարձանք տաղավար, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի տոմսերը, եթե չեք հասցրել գնել, որովհետեւ սպառված են, կարող եք գնել դեկտեմբերի 20-ի համար։ Դեռ կան, մնացել է շատ քիչ տոմսեր եւ մինչեւ դեկտեմբերի 20-ը մնացել են ընդամենը 9 օր։ Շտապեք։ Այո։ Իսկ այս պահին մենք արդեն հասցրեցինք հյուրընկալել մեր հյուրին, հրատարակվել է Արցախի թանգարանները խաղաղության, պատերազմի ու բռնի տեղահանության պայմաններում գիրքը, այն փաստագրություն է Արցախի թանգարանային կյանքի մասին, սկսած թանգարանների ձևավորումից, զարգացումից մինչև Արցախահայության բռնի տեղահանության օրեր։ Մեր տաղավարում է գրքի համահեղինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի գիտաշխատող Հայկուհի Մուրադյանը։ Բարի լույս, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն նախ գրքի համար եւ այն գործի համար, որ կատարել եք։ Շատ ավելի լավ կներ իհարկե, որ այսպիսի գրքեր չհրատարակենք, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ինչի համար է այս գիրքը հրատարակվել առհասարակ, որն է գաղափարը եւ ինչի է նա արվել անգլերեն լեզվով։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար, շատ ուրախ եմ լինել ձեր տաղավարում հյուր։ Ընդհանրապես 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո Համլետ Պետրոսյանի նախաձեռնությամբ, ով նաև մեր խմբի ղեկավարն է եւ մշակութաբանության ամբիոնի վարիչը, ինչպես նաև Տիգրանակերտ արշավախմբի ղեկավարն է եղել, շուրջ 15 տարի պեղել է Տիգրանակերտը, նախաձեռնվեց մասնագետների խումբ, որ պետք է փաստագրի, հետազոտի, ուսումնասիրի եւ հանրայնացնի Արցախի մշակութային ժառանգությունը։ Հատկապես 20 թվականին, երբ նախաձեռնեցինք, փորձում ենք խոսել այն ժառանգության մասին, որը 44-օրյա պատերազմից հետո մնաց ադրբեջանական վերահսկողության տակ։ Այդ ժամանակից ի վեր մենք սկսեցինք այդ փաստագրել, հետազոտել եւ առանձին հատվածով նաեւ անդրադառնում ենք թանգարաններին եւ մասնավոր հավաքածուներին։ 23 թվականի բռնի տեղահանությունից հետո, երբ ամբողջ Արցախի ժառանգությունը մնաց ադրբեջանական վերահսկողության տակ, Մոնումենտ ոչ կայքում մենք սկսեցինք տեղադրել ինչպես շարժական, այնպես էլ անշարժ ժառանգության մասին չեզոք հետազոտություն, այսինքն ոչ թե որ մենք հայ ենք եւ սրտացավ ենք, այլ մասնագիտական աչքով հետազոտենք եւ հանրայնացնենք։ Հետևաբար իմ գործընկերները Համլետ Պետրոսյանը եւ Նժդեհ Երյանյանը մենք միասին որոշեցինք, որ ունենանք անպայման հրատարակություն գրքի տեսքով եւ ինչու անգլերեն, որովհետեւ մեր խնդիրն էր նախ եւ առաջ միջազգային հանրույթին, գիտական միջազգային լսարանին ծանոթացնել այս խնդրին, որովհետեւ երբ որ մենք մեր մեջ խոսում ենք աշխարհի համար է արված։ Այո, որովհետեւ երբ մենք խոսում ենք մեր այսպես ասած դարտերի մասին, բոլորս գիտենք մեր խնդիրները, շատ դեպքերում ավելի այսպես ներքին քննարկում է ստացվում, երբ որ դուրս ես գալիս միջազգային լսարան, միջազգային գիտական հանրույթ, հասկանում ես, որ շատ տեղերում նույնիսկ չեն լսել Արցախ բառը, չկա որևէ լուրջ աշխատանք արտաքին միջազգային գիտական լսարանին սա ներկայացնելու համար եւ դրա համար շնորհակալություն իհարկե AGBU-ին, Հայ բարեգործական ընդհանուր միությանով աջակցեց այս ծրագիրը իրականացնելուն, մենք հրատարակեցինք անգլերեն լեզվով Արցախի թանգարանների շուրջ 30 պետական եւ մասնավոր հավաքածուների մասին հետազոտություն ամփոփեցինք մեկ գրքի տեսքով եւ այստեղ ոչ միայն վավերացումն է մասնավոր հավաքածուների եւ պետական հավաքածուների մասին նյութն է, այլ նաեւ փորձել ենք ներկայացնել, թե ինչպես էին ընդհանրապես թանգարանային մշակույթը ձևավորվում Արցախի հանրապետությունում։ Խաղաղության տարիներին մենք սկսել ենք դեռևս խորհրդային շրջանից, այսինքն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում այդ խորհրդային քաղաքականություն ինչպես էր ձևավորում թանգարանային ոլորտը եւ այնուհետեւ Արցախյան առաջին պատերազմից հետո համեմատաբար խաղաղ պայմաններում այդ շուրջ 30 տարվա գործունեությունը ինչպես էր ազդել թանգարանային ոլորտի գործունեության վրա, ինչ թանգարաններ էին բացվել, ինչպես էին դրանք դարձել մշակութային միջավայր, այսինքն ոչ միայն քարացած մշակութային կառույցներ էին, այլ ստեղծում էին մշակութային միջավայր, որտեղ կրթական ծրագրեր էին իրականացվում, ներքին туриզմն էր զարգանում, ինչու՞ չէ նաև իհարկե չճանաչված լինելը միշտ խնդիրներ է ստեղծել արտաքին туриզմի զարգացման համար, բայց նաև դրսից էին լինում շատ այցելուներ, հատկապես Շուշիի թանգարանները, Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանական թանգարանը կամ Շուշիի պատկերասրահը, որոնք միջազգային բնույթի, Տիգրանակերտը միանշանակ, այսինքն այստեղ մենք փորձել ենք ցույց տալ այդ մի հատվածով խաղաղության պայմաններում ինչպես էր թանգարանային ոլորտը, թանգարանային կյանքը զարգանում եւ ազդում մարդկանց մշակութային ինքնության, մշակութային կյանքի, մշակութային մոբիլիզացիայի վրա։ Այնուհետև անդրադարձել ենք
պատերազմը, պատերազմի արդյունքում ադրբեջանական թիրախավորումները, պատերազմի ընթացքում որ հավաքածուներն են տուժել, ինչ վանդալիզմի դեպքեր են գրանցել, եւ այստեղ պետք է նշենք, որ 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վանդալիզմի դեպքերը ավելի այսպես ցուցադրական էին եւ անվերահսկելի էր։ Նրանք ավերում էին որևէ ցուցասրահ, ռմբակոծում էին օրինակ Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը Հադրութում եւ դա տեղադրում էին TikTok, Telegram, տարբեր ցանցեր։ Կարծես թե այդ պատերազմական էյֆորիան, այդ անզգուշությունը թույլ էր տալիս եւ իրենք շատ էին հրատարակում, բայց 23 թվականի բռնի տեղահանությունից հետո արդեն դժվար է ֆիքսել, որովհետև այստեղ ադրբեջանական քաղաքականությունը բավականին զգուշավոր է դարձել եւ այլևս նմանատիպ տեսանյութեր շատ քիչ է հանդիպում, այսինքն կամ ոչինչ չի մնացել արդեն պարզապես։ Բայց հանրայնացման հետ կապված ավելի կոնկրետ ինչ-որ քայլեր, ինչ-որ նախագծեր ծրագրում են, ինչ ասել է հանրայնացում հենց միջազգային հանրության շրջանակներում եւ արդյոք այդ տեսանյութերի արխիվացում կա, որտեղ են այդ տեսանյութերը, դրանք ինչ-որ հարց կարող են լուծել, թե էլի ասենց բարձրաձայնումը կլինի, բայց որևէ ինչ-որ արձագանք չի լինի կոնկրետ միջազգային հանրությունից։ Մոնումենտ ոչ խումբը, որի անդամ եմ ես նաև, մենք փորձեցինք 20 թվականից հետո անմիջապես արխիվացնել այդ վիդեոները։ Տեսանյութերը կան։ Խնդիրն այն էր, որ օկտատերերը ադրբեջանական, որոնք հիմնականում կարող են լինել զինվորականներ, քաղաքացիներ, որոնք տեղադրում էին շատ կարճ ժամանակ հետո այդ վիդեոները հեռացնում էին։ Բայց մենք կարողացել ենք դրանք ներբեռնել եւ պահել, ինչ հնարավոր է եղել։ Այսօր դժվար է դա ֆիքսել, որովհետեւ այսօր այդ զգուշավորությունը թույլ չի տալիս հասկանալ շարժական ժառանգության վիճակը։ Նայեք, անշարժ ժառանգության մոնիտորինգը, երբ որ դու հասանելիություն չունես տարածքին, քիչ թե շատ հնարավոր է հատկապես արբանյակային լուսանկարների միջոցով, որը փայլուն անում է Caucus Heritage Watch-ը, եւ որոնք Քորնելի համալսարանում են, մեր գործընկերներն են, միասին համագործակցում են։ Մենք բարբերաբար տեսնում ենք, որ ինչ-որ բաներ ոչնչացվում են։ Այո, տեսնում ենք, որ շինարարական աշխատանքներ են սկսել, մոտեցել են եկեղեցուն, կարող են քանդել, ահազանգ ենք գրում դրա մասին, կամ օրինակ քանդել են կանաչ ժամը, այդպես ֆիքսեցինք, որ Շուշիի կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա եւ բազմաթիվ այդպիսի կառույցներ։ Շարժական ժառանգության դեպքում դա հնարավոր է որևէ կերպ ֆիքսել, հետևել, արձագանքել, հանրայնացնել։ Շարժական ժառանգություն ունի այդ խնդիրը, որ մենք չգիտենք ուր է։ Այսինքն պարոն Գլումովի ասած վերացել է, չկա, սև շուկայում է հայտնվել, յուրացվել է, այսինքն տարբեր տեղերում ներկայացում են որպես ադրբեջանական։ Այս խնդիրը մենք ունենք շարժական ժառանգության հետ։ 20 թվականից հետո ինչ ֆիքսել ենք տեսանյութերով, օրինակ ֆիքսել ենք Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանական թանգարանի ավերումը, ֆիքսել ենք պատկերասրահի ավերումը, Շուշիի պատկերասրահի հետևում կար քանդակների պուրակ, շուրջ 50 քանդակներով, այսինքն 2005 թվականից Արցախի Հանրապետությունը միջազգային սիմպոզիումներ էր կազմակերպում, այո, ամեն տարի, եւ այն քանդակագործները, ովքեր գալիս էին աշխատում էին, որևէ նվեր էին տալիս Արցախի Հանրապետությանը եւ կար քանդակների պուրակ։ 2023 թվականի արբանյակային լուսանկարով արդեն ֆիքսեցինք, որ այդ դաշտը ամբողջությամբ դատարկ է, քանդակները չկան, թե պայթեցվել են, թե տեղափոխվել են, թե ոչնչացվել են, սա արդեն մնում է անհայտ, ուղղակի մենք ֆիքսում ենք, որ քանդակների պուրակը չկա։ Այս գրքում փորձել ենք մենք անդրադառնալ այն վանդալիզմի դեպքերին, որը ֆիքսվել է մեր խմբի կողմից եւ կարծում եմ նաեւ կարևոր մաս է կազմում գրքում ժամանակակից արցախցի արվեստագետների, մասնավոր հավաքածուներին անդրադառնալը, որովհետև այստեղ ներկայացված են ոչ միայն պետական եւ մասնավոր թանգարանները, նրանց ձևավորումը, գործունեությունը, պատերազմի ընթացքում ֆիքսված իրավիճակը, այլ նաեւ ժամանակակից արցախցի արվեստագետները ինչ խնդիրների առաջ են բախվել։ Տեղահանությունից հետո մասնավոր հավաքածուն մնացել է, թե տարհանվել է, կարողացել են տարհանել որ հատվածը, Հայաստանի Հանրապետությունում արդեն ինչ խնդիրների առաջ են կանգնել, այսինքն առանձին գլխով անդրադարձել ենք նաև արցախցի արվեստագետների, այսպես ներկայիս խնդիրներին, նրանց գործունեությանը, նրանց հայ մշակութային միջավայրում ինտեգրման խնդիրներին, որ կարծում եմ, որ այս դեպքում եւս կարևոր է, որ մենք բարձրաձայնենք, խոսենք այդ թեմայի շուրջ։ Իսկապես շատ ակտուալ եւ ցավալի փաստ է եւ ել ավելի ցավալի է, որ ես ճանաչում եմ անձամբ մարդկանց, որոնք որ 2020 թվականի պատերազմից հետո հորդորում էին բոլոր թանգարանները բերել Հայաստան։ Լավ կլիներ ամեն ինչ, փառք Աստծո կտանենք հետ։ Վատ կլիներ գոնե կպահպանենք, բայց ցավոք սրտի դա չկարողացանք անել, չկարողացանք կազմակերպել
եւ այսօր միայն մնացել է այս գիրքը, կարծես, նկարներ, աշխատանքներ եւ այլն։ Ինձ այլ հարց է հետաքրքրում։ Այ դուք ասում եք, որ մենք ասում ենք, օրինակ, եկեղեցին քանդվել է, ֆիքսեցինք փաստը, դիմեցինք։ Ադրբեջանը ինչ որ կերպ արձագանքում է, պատասխան է տալիս, պատժվում է, ուզում ասեմ, հետո ինչ ասեցինք, վերջը։ Իրականում այս դեպքում միջազգային գործիքակազմը, միջազգային իրավունքը, որը զարգացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ պետությունները սկսեցին իրարից թալանել, եւ այդ ժամանակ ՄԱԿ-ը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իդեմս այդ միջազգային կարևոր կառույցների ձևավորման, փորձեցին միջազգային կանոնակարգեր մշակել, որպեսզի պատերազմների ժամանակ պետությունները իրարից չթալանեն, մշակութային ժառանգությունը պաշտպանված լինի։ Բայց քանի որ դա երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված միջազգային իրավական կանոնակարգեր էին, նրանք պաշտպանում էին պետությանն էին տալիս լիազորությունը պաշտպանելու սեփական ժառանգությունը, այսինքն ժառանգությունը պետք է լինի պետության վերահսկողության տակ եւ պետության տարածքում։ Համայնքային նշանակությունը կարծես թե այս կոնվենցիաներում այդքան էլ լավ չի արտահայտվում, հատկապես եթե մենք խոսում ենք ռազմական կոնֆլիկտի ժամանակ Հաագայի կոնվենցիայի մասին 1954 թվականի, 99 թվականի երկրորդ արձանագրությունը, իրենք պետությանն են, այսինքն միջազգային կառույցը լիազորում է եւ իրավական առումով նոր կարգավորումներ է տալիս պետությանը պաշտպանելու սեփական ժառանգությունը։ Եվ այս դեպքում, նույնիսկ եթե մենք խոսենք տարհանման մասին, տարհանված ժառանգությունը միջազգային իրավունքի տեսանկյունից անպաշտպան է, որովհետեւ ըստ միջազգային իրավունքի, եթե պատերազմը դադարել է, ժառանգությունը պետքա վերադարձվի տարածք, տարածքային պատկանելությունն է կարևորվում, բայց ուշ վերադարձվի։ Ասում եմ, որ եթե Արցախը պետություն չէր եւ ոչ մեկի կողմից ընդունված չէր, եւ դա ստացվում է Ադրբեջանի, այսինքն կազուս է մեզ համար, Ադրբեջանի համար ամեն ինչ պարզ է, դրանք ասում են դա մերն է եւ մենք ինչ կուզենք կանենք։ Եվ մի բան է ըստ էության մեզանց է կպահանջեն, որ վերադառնանք։ Եվ Արցախի հանրապետության տարածքում մշտադիտարկում անել, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմիցս մի քանի անգամ փորձել է պատվիրակություն ուղարկել տեղում ծանոթանալու եւ փաստագրելու մշակութային ժառանգության վիճակը։ Եվ Ադրբեջանը որպես պետություն մերժել է իր տարածք, ճակերտավոր ասած, մուտք գործել պատվիրակությանը արգելել է մուտք գործել։ Սա եւս ցույց է տալիս, որ պետության դերակատարումն է ավելի դոմինանտ դառնում։ Մինչդեռ մեր խնդիրն է եւ կարծում եմ նաեւ մշակութային ժառանգության իրավական կարգավորումներով զբաղվող իրավաբանների խնդիրն է մշակել եւ ներկայացնել միջազգային հանրույթին նոր կարգավորումներ, որտեղ ցույց կտան հատկապես չճանաչված պետությունների դեպքում եւ սա ոչ միայն Արցախին է վերաբերվում, այլ այսօր մենք տեսնում ենք Պաղեստինում ինչ է կատարվում, այսօր մենք պետք է կարևորենք նաև համայնքի դերակատարումը ժառանգության պահպանության մեջ։ Այո, համայնքի, բնակչության, ժողովրդի, ազգի, ովքեր որ ստեղծել են այդ ժառանգությունը եւ իրենք են այդ ժառանգության կրողը։ Ոչ թե տարածքային պետք է լինի տարածք կամ պետականություն, այլ ազգ եւ համայնք։ Չճանաչված պետությունների դեպքում, այո, այդ խնդիրը իրականում մենք միջազգային դաշտում ունենք։ Ամփոփելով իմ համար ասենց մի հատ հարց բաց մնաց, այսինքն ասենց ասած լավագույն սցենարում ինչ ակնկալիքներ կան այս դեպքում միջազգային հանրապետությունից իրատեսական ակնկալիքների մասին է խոսքը։ Կարծում եմ այսօր իրատեսական ակնկալիքների առումով մեր անելիքը գիտական հանրույթի նկատի ունեմ, լավ ուսումնասիրել մեր ժառանգությունը, այսինքն փաստագրել, հասկանալ։ Եթե մենք լավ իմանանք մեր ժառանգությունը, կարողանանք տեր կանգնել, պաշտպանել, հանրայնացնել ճիշտ տարբերակով, որովհետև շատ դեպքերում նաև մենք էլ լավ չենք ճանաչում մեր ժառանգությունը, մենք էլ լավ չգիտենք մենք ինչ ունենք։ Սա խոսքը նաև վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքի ժառանգությանը։ Մենք խնդիրներ ունենք ճանաչելու մեր սահմանային բնակավայրերի ժառանգությունը, սահմանային բնակավայրերի թանգարանների վիճակը այսօր։ Արցախի դեպքում եւս գիտական հանրույթի խնդիրն է հետազոտել եւ հետազոտահեն հիմքի վրա ճիշտ գրագետ չեզոք կարևորը ներկայացնել գիտական հանրույթին մեր մշակութային ժառանգությունը։ Մնացածը արդեն դիվանագիտության հարց է։ Իհարկե գիտնականները եւս դիվանագետներ են ինչ-որ առումով, բայց կարծում եմ գիտական առումով եթե մենք կարողանանք լավ հիմք տալ, լավ նյութ տալ, ճիշտ չեզոք ակադեմիական հետազոտություններ անել, ապա այդ դեպքում եւ մշակութային դիվանագիտությունը կշահի։
Շատ շնորհակալություն եւ պատմությունը ցույց է տալի, որ պետք է համբերություն ունենալ, ես չգիտեք կամ միգուցե գիտեք, որ օրինակ աֆրիկական պետությունները այս պահին ստանում են իրենց ժառանգությունը խոշորագույն ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, անգլիական, ուրեմն թանկարաններից վերադարձվում է այդ ամենը, ոչ մի պետություն չի եղել այն ժամանակ աֆրիկական օրինակ, բայց եղել են ազգեր, ցեղեր, որոնք կարողացել են ապացուցել, որ դա իրենց մշակութային պատկանելություն է եւ դա վերադարձել է ինձ մոտ։ Շատ շնորհակալություն ձեզ, ստեղ էլ պետք է ասենք, նախ պետք է Արցախը վերադարձնենք, հետո մնացած բոլոր բաները, բայց եկեք չհուսահատվենք եւ այսպիսի գրքերը ինձ թվում է, որ օգնում են այդ գործում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այս պահին գնանք դիտենք գովաստ, վերադառնանք եւ շարունակենք, մնացեք մեզ հետ։ Վերադարձանք տաղավար եւ ինչպես խոստացել ենք, այսօր խոսելու ենք շատ կարեւոր թեմայի հետ կապված տեսողություն, ինչպես ճիշտ ընտրել մասնագետ, ինչ նորարարություն կա այս ոլորտում, կան անուններ, որոնք իսկապես արդեն դարձել են մեր քաղաքի ու պատմության անբաժանելի մասը, այդպիսին էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ պրոֆեսոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, ում անունով էլ տարիներ շարունակ մարդկանց բառացիորեն աչքի լույս տվող տեսողության կենտրոնը, որն իդեպ հիմնադրել է նրա դուստրը Զառա Մալայանը։ Տիկին Մալայանն արդեն մեր տաղավարում է, խոսելու ենք Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության կենտրոնից, ոլորտի առաջնահերթություններից, մարտահրավերներից եւ իհարկե կենտրոնի զարգացման հեռանկարներից։ Բարև ձեզ։ Նախ եկենք հասկանանք, թե երբ որոշեցիք առանձին կենտրոն ունենալ, դժվար չէր այդ որոշումը ընդունելը եւ ինչ դժվարությունների հետ առնչվեցիք հետո, լինելով բժիշկ, լինելով կին ղեկավար, լինելով կին հիմնադիր։ Դժվար է, չէ՞ մեր առօրյայում կազմել։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար, շատ շնորհակալ եմ։ Գիտեք ինչ, ես նախ միջև իմ կենտրոնը ասեմ, ես երկար տարիներ, մոտ 15 տարի աշխատել եմ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում որպես փոխտնօրեն։ Կենտրոնի հիմնադիրը եղել է իմ պապիկը եւ այդ կենտրոնը կոչվում է իմ պապիկի ոնց որ անունով, բայց ցավոք ինքը շատ շուտ մահացավ եւ հիմնադիրը կենտրոնի համարվում է իմ հայրը Ալեքսանդր Մալայանը, որը որ նաեւ մոտ 25 տարի եղել է կենտրոնի ղեկավարը։ Կենտրոնի ղեկավարը տնօրենը ես էլ աշխատել եմ իր կողքը։ Եվ մոտ 7-8 տարի առաջ իմ մոտ ծագեց այսպիսի միտք ունենալ իմ սեփական կենտրոնը, որը որ ես կկոչեմ արդեն հայրիկիս անունով, ինչու ծագեց այդ միտքը, որովհետև ես տեսնում էի միտումը, հա, բնակչության դեպի մի քիչ ուրիշ կարգի, ոնց որ ասած, բիզնես կառույց, հա, ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ, ոնց որ ասած, առաջ է գնում, մանավանդ այս վերջի, ոնց որ ասած, տասնամյակներում շատ արագ է, ահա որ արագ, հա, եւ այդ միտումը, ասենք, շփվելով, աշխատելով այնտեղ բուժառուների հետ շփվելով եւ ընդհանրապես շփվելով մարդկանց հետ, ես հասկացա, որ կա այդպիսի միտում սպասարկվել մի քիչ ավելի փոքր, պրիվատ, այսպես ասած, բուտիկ, միգուցե կարող եմ տենց կոչել, բուտիկ կենտրոնում, որը որ նաև կաշխատի շաբաթ կիրակի օրերին, հարմար ժամերին, շաբաթ կիրակի օրերով անպայման նախագրանցմամբ, որպեսզի բուժառուն գա առանց սպասելու մի անգամ։ Այսինքն դուք գնացիք դեպի պացիենտ։ Պացիենտա կենտրոն, այո, այդ բառը։ Երևի կարելի է ինչպես է բուժառու կենտրոնացված է ձեր։ Բուժառու։ Այո, երևի ավելի շատ այդպես, իհարկե ես ուզում եի նաև իմ գիտելիքները, իմ փորձը, որը որ ես ստացել եմ այդ 15 տարվա մեջ լինելով հայրիկիս կողքը, ինչ որ օգտագործեմ մեկ ուրիշ գործնեության մեջ եւ ստեղծեմ ոնց որ ասած ուրիշ կառույց։ Եվ երբ որ ինքը արդեն դուրս եկավ թոշակի, ես 2.5 տարի առաջ իրագործեցի այդ իմ նպատակը։ Նպատակը կարելի է ասել, երազանքը մի քիչ մեջից։ Կառուցվածքային առումով արդեն հասկացանք, այ խոսենք մատուցվող ծառայությունների մասին, որը հաստատ հեռուստադիտողներին կհետաքրքրի, ինչ ծառայություններ են մատուցվում կենտրոնին եւ որ ծառայություններն են, որ օրինակ վերջին տարվա ընթացքում են ներդրվել։ Նախ ամենաառաջինը դա մեր մոտ մատուցվում են բոլոր ժամանակակից ախտորոշիչ ծառայությունները, որովհետև նախ
միջև վիրահատվելը, միջև բուժելը պետք է գրագետ եւ պատշաճ ձևով հետազոտվել։ Հիմա կադրեր եք տեսնում իմջելոց կլինիկայից եւ հագեցության մասին կարող հասկանալ։ Եվ ոնց որ ասած օգտվելով առիթից ուզում եմ ասել բոլորին, հա, մեր հայրենակիցներին, որ ամենակարևորը դա ախտորոշիչ այդ պահն է, հա, ախտորոշելն է, որովհետեւ շատ ավելի հեշտ է, ոնց որ դա բոլորն են ասում, բայց մեկ անգամ էլ եւս ուզում եմ ես կրկնեմ, շատ ավելի հեշտ է հիմիկվա այս ժամանակակից սարքավորումներով կանխագերել, քան բուժել եւ էլ չեմ ասում վիրահատել, հա։ Դրա համար ամենաառաջինը դա բոլոր ժամանակակից ախտորոշիչ հետազոտություններն են, ամբուլատոր վիրահատությունները ցանկացած տեսակի։ Կերատոկոնուսի բուժում ժամանակակից մեթոդներով եւ միջամտությամբ եւ ոսպնյակների օգնությամբ եւ վերջի մեր այսպես ասած նորությունը դա որ մենք արդեն դեկտեմբեր ամսից վիրահատում ենք կատարակտա, որը որ ամենատարածվածն է, չգիտեմ տեղյակ եք թե չէ, բնակչության մեջ, համապատասխան տարիքից հետո 50-ից 60-ից հետո եւ այդ վիրահատությունները կատարվում են վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, որոնք որ գնել ենք միայն համաշխարհային հռչականություն ունեցող բրենդերից եւ օգտագործելով պրեմիում դասի ոսպնյակներ։ Դա ուղակի խոսքեր չեն, ես ոնց որ ասած ասում եմ այն, ինչը որ մեր մոտ այսօրվա օրով կարող է ամեն մի բուժառու ստանալ։ Եվ վերջին նորությունն էլ դա է, էլ ասեմ, որ նաև մենք արդեն դեկտեմբեր ամսից նաև սպասարկում ենք բնակչությանը սոցփաթեթի շրջանակները։ Իսկ սոցփաթեթով է։ Բուտիկ բառը թող մարդկանց չվախեցի։ Այո, որովհետև որ ասում ես բուտիկ, մարդկանց թվում է, որ ինչ որ շատ միլիոնատերների համար է դա։ Ոչ միայն, այո, միլիոնատերների։ Ոչ միայն, այո։ Տիկին Մալայան, իհարկե կարելի է ունենալ գեղեցիկ շենք, հագեցած լինի այդ գեղեցիկ շենքը աշխարհի լավագույն սարքավորումներով, բայց ինչպես ասում էր հայտնի դասականը, կադրերը որոշում են ամեն ինչ։ Եվ ամենակարևորը մարդկային ֆակտորն է, վերջը վերջով։ Ով է աշխատում, ով են այն մասնագետները եւ ինչպես է նրանց ընտրում եւ առհասարակ, օրինակ, մեզ մոտ որ գալիս են բժիշկները, հիմա հասկանալի է, որ ամեն շատ արագ է զարգանում եւ բժիշկը չի կարող օրինակ 3 տարի աշխատել եւ ոչ միտեղ չվերապատրաստում չանցնի եւ այլն։ Այդ դրա մասին քանի խոսք ասում։ Շատ համաձայն եմ ձեզ հետ, ուզում եմ ասեմ, որ կադրերը իմ կարծիքով շատ կարևոր են բոլոր բնակավարներում, ոչ միայն բժշկության մեջ, որովհետև կադրերն են կոպիտ ասած աշխատացնում քո կառույցը, հա, եւ դա շատ կարևոր է բոլոր բիզնեսների համար, եթե կարելի է այդպես ասել։ Ես իմ կադրերը ընտրել եմ շատ մանրակրկիտ, միգուցե մի քիչ դանդաղ, արդեն ինքս կարող եմ ասել, որովհետև իրոք մանրակրկիտ եմ ընտրել եւ շատ կարևորում եմ նախ առաջինը սերը դեպի ակնաբուժություն։ Եթե մարդ սիրում է իր մասնագիտությունը, եթե ինքը սիրով է գալիս աշխատավայր, կոլեկտիվ, ուրեմն դա ըստ ինձ արդեն գործի երևի կեսն է։ Իհարկե պրոֆեսիոնալիզմը, իհարկե ցանկությունը եւ սովորել անընդհատ թարմացնել իրենց գիտելիքները եւ իհարկե նպատակասլացությունը, որովհետեւ մարդ իմ կարծիքով պետք է ունենա որևէ նպատակ եւ գնա դեպի այդ նպատակը։ Անկախ նրանից իհարկե կլինեն դժվարություններ, առանց դժվարությունների մեր կյանքը գոյություն չունի, կարելի է այսպես ասել, բայց մարդը պետք է հստակ հասկանա ինքը ինչ է ուզում եւ ինչ կարող է անել դրան հասնելու համար։ Այսպես երկու բառով երևի, հա, այն ինչ որ վերաբերվում է կադրերին։ Իհարկե լոյալություն, դա էլ կարող եմ ասել, որովհետեւ հիմա մրցակցությունը շատ ծանր է բոլոր ոլորտներում։ Բոլոր ոլորտներում մրցակցությունը շատ ծանր է եւ բժիշկները հիմնականում աշխատում են մի քանի տեղ։ Դու որպես ղեկավար պետք է լինես այնպիսին, որ մարդիկ ուզենան քո մոտ աշխատեն, ասենց ասեմ, հա։ Հավատան քեզ երևի թե վստահեն քեզ։ Լավ աշխատավարձ ստանան։ Դրա մասին չեմ խոսում ընդհանրապես, որովհետև դա իհարկե առաջնային է բոլորիս համար, հա, բայց իմ խորին համոզմամբ նաև գոյություն ունի մի քանի էլի գործոններ, որոնք որ ազդում են մարդու ընտրության վրա, հա, որտեղ ինքը աշխատում։ Դա իհարկե շատ կարևոր է դա։ Դա իհարկե կոլեկտիվն է, մթնոլորտը, ղեկավարությունը, այո, եւ ինձ թվում է նաև ղեկավարության պատերժկան սովորելու, այսինքն որ ղեկավարը պատրաստ է իր կադրին, որին որ ինքը հավատում է, ներդրում անել եւ կրթել։
Երապատը կարևոր այլ։ Եթե խոսենք երիտասարդ կադրերից, վստահաբար շատ երիտասարդ կադրեր կցանկանան իրենց ուղին սկսել հենց ձեզ մոտ։ Ինչ կասեք այն երիտասարդ կադրերին, ովքեր ուզում են դառնալ ձեր կենտրոնի մի մասնիկը։ Գիտեք ինչ, ես կասեմ մի բան, որ իմ կենտրոնի դռները միշտ բաց են երիտասարդ կադրերի համար եւ ես այդ գաղափարը երբ որ ունեի ամենասկզբից ես հիմնվում էի հենց երիտասարդության վրա, չնայած որ դա մի քիչ ավելի դժվար ճանապարհ է, որտեղ երիտասարդը դեռ պետք է կայանա։ Բաց է իմ կենտրոնը երիտասարդների համար, այն երիտասարդների համար, ովքեր որ ոնց որ ես էլի ասեցի, չեն զլանում սովորելուց, անընդհատ թարմացնելուց իրենց գիտելիքները անկախ, դա իմ կարծիքով վերաբերվում է, ինձ թվում է բոլորիս, անկախ տարիքից, որովհետև հիմա նենց արագ է ամեն ինչ զարգանում, եթե դու մի պահ հապավես, ապա մեկ ուրիշը ինձ թվում է կգնա առաջ, էլի։ Այդպես երկու բառով Դիմեք եւ ստանաք ձեր երազանքի աշխատանքը, բայց դե պետք է փորձություններ անցնեք, որովհետեւ իսկապես Մալայանի կենտրոնում աշխատում են միայն լավագույնները։ Ես ճիշտ եմ ասում։ Շնորհակալ եմ, փորձում ենք որ այդպես լինել, իհարկե տենց իդեալական տարբերակում։ Իդեալական չեմ уզում, идеального ничего в жизни не бывает. Бывает. Да? Надо к этому стремиться. Տիկի Մալայան, տեսեք, առհասարակ փաստորեն ձեր ընտանիքում ձեր ուղի ընտրությունը ժառանգական է։ Պապիկ, հայր, հիմա դուստր, ինչպիսին էր հայրը եւ ինչու օգնեց ձեր ընտրությունում, դուք այլ ընտրանք չունեիք, չգիտեմ, ուզում եք դառնայիք բալետի պարուհի, բայց դարձաք այն ինչ որ դարձաք, թե օրինակ իսկապես հրավիրում էին իդեպ։ Ես չեմ հասկացում։ Այդ դրա մասին մի քիչ պատմեք եւ առհասարակ ձեր հայրիկի ժառանգությունը ձեր կյանքում, թե նյութական ժառանգությունը, թե ավելի շատ հոգեբանական ժառանգությունը, ինչպիսին է նա եւ ինչ է դա ձեր համար։ Շատ լավ հարց էր, այդ հարցի շուրջ կարելի է շատ երկար խոսալ, բայց ես փորձեմ լինել հակիրճ, հա։ Ես շատ երջանիկ եմ, որ ծնվել եմ այն ընտանիքում, որտեղ որ ծնվել եմ, որովհետև եւ մայրս եւ հայրս ամենափոքր ժամանակվանից մեզ սերմացրել են այն արժեքները, որը որ շատ կարևոր են ըստ ինձ էլ։ Եվ ծնվել եմ, մեծացել եմ բժիշկների ընտանիքում, հայրիկիս կողմից մի 70%-ը երևի բժիշկ էին, մամայիս մաման էլ էր բժիշկ, բայց ուզում եմ ասեմ, որ ոչ իմ քույրիկի որոշման վրա մեր ծնողները ոչ մի սենց չէին պնդում, հա, որ դուք անպայման պետք է դառնաք բժիշկ, ճնշում չէին գործադրում, շատ ճիշտ եք։ Եվ ուզում եմ ձեզ ուղղել, ասել, որ ես բժիշկ չեմ, ես բժիշկ տենց էլ չդառա, ես այո, չէ, ի տարբերություն իմ քույրիկին, ինքը հենց ամենափոքր ժամանակվանից ասում էր, որ ես դառնալու եմ բժիշկ։ Ես մի քիչ այդ հարցը իմ համար մի քիչ, ոնց ասեմ ձեզ, սենց հստակ երբեք չեմ իմացել, չեմ ուզում ոչ համեստ թվամ, բայց լավ էի սովորում, կարող էի ընտրեի ցանկացած մասնագիտություն, բայց որ ասեմ, սենց այդպեսին ինչ որ սենց սեր չունեի դեպի ինչ որ կոնկրետ մի բան։ Բայց տեսակ, որ կյանքի բերմամբ, թե պատահմամբ ես ամեն դեպքում էլի հայտնվեցի բժշկական ոլորտում, ես անցել եմ շատ մարդ կուրսեր, անկախ իմ բարձրագույն կրթություններից, որոնք որ երկուսն են, ես նաև սովորել եմ բժշկական մարքեթինգ, սովորել եմ բժշկական ղեկավարման ծրագրեր, վերջերս ավարտեցի անցած տարի մեր պետական բժշկական համալսարանում եւ այսպես հայտնվեցի, ասենց ասեմ, արդեն այս ոլորտում։ Իսկ այն ինչ որ վերաբերվում է հայրիկի ճնշման, ոնց որ ասեցի, այդպիսի բան չի եղել։ Ինքը շատ դեմոկրատ մարդ էր եւ ընդամենը ուզում եմ նաեւ ասեմ, որ փոքր ժամանակ ես շատ քիչ եմ իրեն հիշում տանը։ Ինքը հիմնականում հիվանդանոցում էր, հիվանդների հետ, իրոք շատ քիչ եմ հիշում եւ երևի իր տունը, առաջի տունը երևի դա եղել է հիվանդանոցը, այո, չնայած որ ինքը շատ ընտանիքին միշտ մեր գերազանց հայր էր, բայց որ ասեմ, սենց չի մասնակցել սենց մեր ինչ որ մի անգամ ինքը մի հատ հետաքրքիր դեպք պատմեմ, ստորագրեց իմ օրագրի մեջ, մեկ անգամ է դա եղել,
իսկ չգիտեմ ինչքանով տեղյակ եք թե չէ, բժիշկների շատ բժիշկների ձեռագիրը շատ բարդ է կարդալ։ Անընթերցելի է։ Այո, անընթերցելի է։ Ինչ բառեր եմ սովորել հատուկ։ Էլ մի ասեք։ Եվ դա անընթերնելի թե ընթերցելի։ Ընթերնելի։ Ես մեկ նեոլոգիզմներ եմ օրինում, այո։ Так, Եվ ինձ դասղեկը կանչեց եւ ասեց ինչու ես դու կեղծում ստորագրությունը։ Ինչի՞ դու խզբզել։ Ես ասացի ես չեմ կեղծել, դա իմ հայրիկի ստորագրությունն է։ Դե կարևորը որ լավ եք սովորում եւ դա միակ բանն է ըստ երևույթի։ Ձեր դասատու կարող է ձեր դասել։ Մյուս հարցը, դա անհնար էր, ես այս հարցը Այո, Զարա, ես սպասում եմ դա։ Ֆեմինիստական հարցումները սկսի, խնդրեմ։ Խոսենք տեսողության կենտրոնում աշխատանքի մասին, գիտենք թե ինչքան կարծրատիպեր կան կին ղեկավար լինելու հետ կապված մեր իրականության մեջ, այ դժվար չէ լինել կին ղեկավար Հայաստանում, ղեկավարել մեծ կառույց, ինչ մարտահրավերներ կան, որոնք հաղթահարում եք, ոնց եք, սովորաբար այս հարցը կանանց են տալիս, ոնց եք համատեղում ընտանիքը եւ աշխատանքը, մի քիչ այս մասով խոսենք։ Ես իմ կողմից եմ ասում, իսկ դες այդ կին ղեկավար, ինչ տարբերություն կա, տարբերություն թե չէ, տղամարդ ղեկավար, կին տղամարդ, կին ղեկավար։ Գիտեք, ինչ ոնց որ անկեղծ ասեմ, ես ին վրա դա չեմ զգացել։ Բրավո։ Ինչ որ տենց ես այդ պատասխանը ոնց ասեմ, խտրականություն, հա, սենց ասեմ, չգիտեմ, ես դեռ չեմ զգացել։ Ինձ թվում է անգամ ավելի հեշտ է։ Կանոջը բոլորը լսում են։ Չէ, կարծրատիպեր ամեն դեպքում կան։ Լավ։ Ես դեռ չեմ հանդիպել, չգիտեմ, միգուցե արջևում է։ Այս եթերից հետո։ Իսկ այն ինչ որ վերաբերվում է ընտանիք, իհարկե իմ խորին համոզմամբ կնոջ ամենաառաջի առաքելությունը դա լինել կին եւ լինել մայր։ Բայց գալիս է այն շրջանը, երբ որ երեխաները արդեն հասնում են այն տարիքի, որ դու շատ ավելի ազատ ժամանակ ունես։ Եվ իհարկե դժվար է ոչ միայն ղեկավարելը, ես միայն ղեկավարելու մասին չեմ ասում։ Մարտահրավերներ կան ցանկացած բնակավարում կա, ոնց որ ես նաև նշեցի, շատ մեծ մրցակցություն եւ դու պետք է կարողանաս ինչ որ մի բանով տարբերվես, դու պետք է կարողանաս բացատրես բուժառուին կամ ինչ որ, չգիտեմ, ինչ որ մեկին, թե ինչու գալ քեզ մոտ եւ ոչ թե գնալ մեկ ուրիշի մոտ, հա։ Ըստ ինձ կարևորը ամենագլխավոր խնդիրը հիմա բոլորի համար դա է, որովհետեւ հիմնականում, հա, բոլոր ակնաբուժական հաստատությունները առաջարկում են հիմնականում նույնն է, հիմնականում։ Միտեղ մի քիչ ավել, միտեղ մի քիչ պակաս, բայց հենց դրանում է կայանում ըստ ինձ դժվարությունը տարբերվել, ինչ որ մի բանով տարբերվել եւ բացատրել, ոնց որ նորից ասացի, որ ինչու գան քեզ մոտ եւ ոչ թե մեկ ուրիշի մոտ։ Իսկ ընտանիքի հետ իհարկե հիմա ստացվում է, որովհետև ոնց որ ասացի, տղաս արդեն մեծ է, ունի ինքը իր ընտանիքը, եւ ես արդեն ունեմ այդ ժամանակը, որը որ կարող եմ նվիրել մի քիչ ավելի շատ գործին, քան թե ընտանիքին։ Իհարկե իմ ամուսնու поддержка։ Поддержка հայերեն ոնց է Զարա։ Աջակցության հետ մեկտեղ։ Դա իսկապես շատ կարևոր է եւ շատ լավ է որ այդ տարբերությունը չկա կին եւ տղամարդ Հա իհարկե իդեալական աշխարհում Ես հաջորդ հարցը եմ ուզում տամ այ որ ասում եք ինչի պետք է բուժառուն ընտրի մեզ այլ հիմա ունեք ունիկալ հնարավորություն ինչի պետք է ընտրի ձեզ Հայ դա ոնց որ ես ասացի ամենաբարդ հարցն լավ բժիշկներ չգիտեմ ունիկալ օպերացիաներ գնային տարբերություն չնայած բութիկ է Եվ այլն, ինչի պետք է գա ձեզ մոտ։ Ես ասեմ մի քիչ ավելի սենց այս կողմից ոնց որ սկսեմ, որ այս կենտրոնը բացելուց դա իմ համար միայն գործնեության ինչ որ ոլորտ չէր։ Ես ունեի եւ ունեմ առաքելություն, այսպես ասեմ, առաքելություն, որ իմ հոր անունը, իմ հոր ներդրումը, որը որ համարվում է Հայաստանի ժամանակակից միկրավիրաբուժության, ակնային միկրավիրաբուժության հիմնադիր, հա, որովհետև հիմնականում բոլոր այն կարևոր վիրահատությունները, ակնային վիրահատությունները, որի հիման վրա հիմա կառուցվում են լազերային եւ նորագույն տեխնոլոգիաներով հիմնված վիրահատությունները, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կատարեց իմ հայրը։
Բայց երբ որ իրան հարցնում էին քո ամենակարևոր գործունեությունը, առաքելությունը որն է, ինքը ասում էր ուսուցիչ լինելը։ Ինքը թողել է իր հետևից սերունդներ, ինքը թողել է կերտել է դպրոց, որը որ միջև հիմա աշխատում է։ Իսկ դա ամեն մի վիրաբույժը չի, որ կարող է ասել իր մասին, այո, ճիշտ է, ինքը, որովհետև մարդը կարող է լինի հմուտ բժիշկ, հմուտ վիրաբույժ, բայց իր հետևից չթողնի սերունդ, այսինքն իսկ այդ մարդը թողել է դա, նայելով մի քիչ առաջ, եւ ես գտնում եմ, որ դա ամենագլխավոր հայրենասիրական քայլերից մեկն է, երբ որ մարդը իր գիտելիքները փոխանցում է հաջորդ սերնդին եւ հաջորդ սերունդը ավելացնելով արդեն ուրիշ ժամանակակից գիտելիքները ավելի առաջ է գնում եւ դրանով ոլորտն էլ է տանում առաջ։ Եվ փաստորեն ձեր կենտրոնը այդ բոլոր ժառանգությունը ունենալով ամեն օր ավելացնում են ինչ-որ նոր բաներ։ Փորձում ենք, չէ, ամեն օր իհարկե սուտ կլինի ինչ-որ նոր բան ավելացնել, որովհետև բժշկության մեջ sense ոնց որ ամեն օր ինչ-որ մի բան չի ավելանում կամ այն ինչ-որ փորձում ենք, այսպես ասել, փորձում ենք, բայց այդ առաքելությունը իմ մեջ միշտ եղել է այդ միտքը եւ որ փոխանցել սերունդներից սերունդ այն վերաբերմունքը դեպի մասնագիտություն, դեպի բուժառու, որը որ ես տեսել եմ իմ հոր կողքը։ Իսկ եթե ավելի սենց լայն խոսենք, արդյոք ինչ-որ մի բան կա, որ կցանկանաք լինելով առողջապահական ոլորտում, որ մարդիկ գիտակցեն, թե առողջապահության մասին, թե առհասարակ առողջ ապրելակերպի մասին։ Կարելի է ասել նախ առաջինը այն ինչ որ մի քիչ առաջ ասեցի, որ դա կանխարգելելը հիմա շատ ավելի հեշտ է, որովհետև բոլոր այդ ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս ամենափոքրիկ, երբ որ սկսվում է հիվանդությունը փոքրիկ ամենա էտապի վրա հայտնաբերել, կանխարգելել եւ չհասցնել միջև վիրահատարանի դուռ։ Իսկ դրա համար մեր բուժառուներից, մեր հայրենակիցներից պահանջվում է միայն մեկ բան՝ դա պրոֆիլակտիկ ստուգումներ։ Տարին մեկ անգամ, չեմ ասում կես տարի մեկ, բայց գոնե տարին մեկ անգամ։ Եվ մի երկու բան էլ կուզենայի ավելացնել, որ օրինակ շատ լավ է, որ զարգանում են մեր տեխնոլոգիաները, հայտնվել է ChatGPT-ն օրինակի համար, հա։ Բայց այս վերջի 2 ամսվա մեջ նենց հետաքրքիր դեպքերի հետ ենք հանդիպում, բուժառուն զանգում է, ասում է ChatGPT-ից հարցրել եմ, ինձ ասել է այսպիսի քսուկ օգտագործի։ Ինձ ասել է թեյով դիր բաներ, քեզ աչքերի։ Եկեք ես չասեմ ինչ կարելի է ասել, ChatGPT ինչ կարող է ասել։ Չէ, ChatGPT չէ, ընդհանրապես մեր հայրենակիցները մոտ 5-7 տարի առաջ ինչ ինքնաբուժության, ինչ մեթոդներ կարայիք լսեինք, բայց ես հիմա ուզում եմ խոսել մի քիչ այս տեխնոլոգիաների մասին, կոնկրետ ChatGPT-ի մասին, որ ոնց ասեմ, չի կարելի, բժշկությունը կանգնած է մի կողմ, մնացած Այդ իմ կարծիքն է, մնացած գիտությունը, մնացած ասենք թարորան կանգնած է այս կողմ, հա։ Դա շատ լավ է, որ կա ChatGPT, որը որ հեշտացրել է շատ մասնագիտություններ, բայց բժշկությունը կանգնած է այստեղ։ Չի կարելի առաջնորդվել ChatGPT-ի օրինակի համար խորհրդով ինչ կաթիլ կաթացնել կամ գալ դեղատուն եւ դեղատան աշխատողից հարցնել, քանի կաթիլ կաթացնել կամ ինչ քսուկ առնել։ Դեղատան աշխատողը բժիշկ չի։ Ինքը շատ կարող է, ես բան չունեմ ասելու, գիտելիքներ ունենա, բայց նորից եմ ասում, բժիշկ չի, հա։ Դե էթիկա պետք է ունենա խորհուրդ չտալու նաև։ Դա էլ է խնդրեմ իրականում։ Իսկապես, սիրելիներ, ChatGPT-ն կարող է ձեզ օգնել նամակ գրել, բայց չի կարող օգնել ձեզ վերադարձնել։ Եվ մեկ բան էլ եմ ուզում ավելացնեմ, եթե հնարավոր է։ Հիմա նաև միտումը գնում է, բոլորը ուզում են առցանց, հա, ինչ-որ խորհրդատվություն ստանալ, ինչ-որ բուժում ստանալ, առցանց հարցերին պատասխանել։ Հաճույքով միշտ մեր կենտրոնի էջին, որ գրում են, միշտ պատասխանում ենք, բայց ուզում եմ ասել, որ էլի բժշկությունը կանգնած է այստեղ ակնաբուժությունն էլ հետ է, հա, շատ հարցերին հնարավոր չի առցանց պատասխանել, ուղղակի հնարավոր չի, բժիշկը պետք է հետազոտի բուժառուին, հետազոտի։ Շատ շնորհակալություն Տիկին Մալայան, այսքանը աչքի մասին կամ աչքերի մասին գովազ Շանթի եթերում առողջ աչքերով դիտեք գովազդը։ Վերադարձանք տաղավար,
Հաջորդիվ մենք իգիտություն շարքում խոսելու ենք Մարս մոլորակի մասին։ Չնայած ես կուզեի Սատուրնի մասին խոսենք, որովհետև Սատուրնը իմ սիրելի մոլորակն է։ Զարա ամեն ինչ չի այս կյանքում քո ուզելով։ Եթե ես մոլորակ լինեի, ես կլինեի Սատուրնը։ Եթե լավ, Մարսի մասին հիմա բաներ կիմանաք, Զարան Սատուրն է։ Արեգակնային համակարգի արտաքին մոլորակների սառցե եւ գազային հսկաների վերաբերյալ ներկայիս պատկերացումները ենթադրում են քարային փոքր միջուկներ, որոնք շրջապատված են սառույցի շերտով, իսկ Յուպիտերի եւ Սատուրնի մոդելներում ենթադրվում է, որ գոյություն ունի հեղուկ մետաղական ջրածնի եւ հելիումի հսկայական պարունակություն։ Այս մետաղական ջրածնի շերտերի հատկությունները հիմնականում վիճելի են, քանի որ դրանք դժվար է արտադրել լաբորատոր պայմաններում անհրաժեշտ բարձր ճնշման պատճառով։ Իսկ ահա վերջին չին եւ ամերիկացի հետազոտողների պնդումները մեծ աղմուկի եւ զարմանքի առիթ են դարձել ողջ գիտական հանրույթի շրջանում։ Մարսի վրա պինդ միջուկի առկայության հավանականության եւ վարկածային ենթադրությունների մասին առաջիկա րոպեներին։ Բարի լույս։ Չինացի գիտնականների եւ Միացյալ Նահանգների հետազոտողների համատեղ ուսումնասիրության արդյունքները առաջին անգամ հաստատել են Մարսի վրա պինդ միջուկի առկայությունը։ Ըստ գիտնականների միջուկի շարավիղը 600 կիլոմետր է։ Ինչպես փոխանցում է չինական Global Times թերթը, ուսումնասիրողները վերլուծել են մոլորակի վրա տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ տվյալները եւ բացահայտել մոլորակի միջուկով անցած սեյսմիկ փուլերը։ Ալիքների արագության տարբերությունները ցույց են տալիս, որ միջուկը բաղկացած է մի քանի մակարդակներից՝ արտաքին հեղուկ միջուկ եւ պինդ ներքին միջուկ։ Մոլորակային միջուկը ջերմության աղբյուր է հանդիսանում մոլորակի արտաքին շերտերի համար։ Երկրի վրա ջերմային հոսքը միջուկի թիկնոցի վրայով կազմում է 12 տերավատ։ Սա հաշվարկվում է տարատեսակ գործոններով, աշխարհիկ սառեցմամբ, թեթև տարերի տարբերակմամբ, ռադիոակտիվ քայքայմամբ եւ բյուրեղացման թաքնված ջերմությամբ։ Բոլոր մոլորակային մարմիններն ունեն ջերմային արժեքներ կամ կուտակումից ստացված էներգիայի քանակություն։ Փոքր մոլորակների միջուկներում կարող է հսկայական էներգիայի արտազատում տեղի ունենալ, կապված դրանց միջուկների փուլային փոփոխությունների հետ։ Հիշեցնենք, որ 1950 թվականին Ռեմսին բացահայտել էր, որ նման փուլային փոփոխությունների արդյունքում արտազատված ընդհանուր էներգիան կկազմի մոտավորապես 1029 ջոուլ, որը նույնն է, ինչ երկրաբանական ժամանակի ընթացքում երկրաշարժերի պատճառով առաջացած էներգիայի ընդհանուր արտազատումն է։ Նման փուլային փոփոխությունները տեղի են ունենում միայն որոշակի զանգվածի եւ ծավալի հարաբերակցության դեպքում, եւ նման փուլային փոփոխության օրինակ կարող է հանդիսանալ պինդ միջուկի բաղադրիչի արագ ձևավորումը կամ տարալուծումը։ Վերադարձանք Մարսից եւ ինչ ես կպարզեմ թե ուր են Զարայի օղերը, դուք դիտեք Գովազդ շանթիեթերում, չէ՞ որ դու Սատուրն ես։ Այո, ճիշտ է։ Գովազդ։ Վերադարձանք տաղավար, բայց պետք է հրաժեշտ տանք, որովհետև մենք առավոտյան հաղորդում ենք, իսկ շուտով կեսօր է լինելու։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, լավ օր ենք ձեզ մաղթում։